ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով մտնում է ազգային ժողով որպես ընդդիմություն, նախ ինչ օգուտ է դա տալիս ազգային ժողովին, արդյոք ընտրողը կարող է ազդել դրա վրա եւ ինչ կարեւորություն ունի դա, որովհետեւ մենք միշտ քննարկում ենք ելնելով այն տեսակետից, որ կուսակցությունը մասնակցում է անպայման հաղթելու միտում ունենալով, նորմալ է, այդպես պետք է կուսակցությունը վարի իր քարոզարշավը, բայց քննարկենք այն պահը, որ եթե հայտնվեք ազգային ժողովում որպես ընդդիմություն, որն է լինելու ձեր գործողությունները եւ ինչ օգուտ է տալու դա ընդհանրապես պետությանը։ Նախ ստեղ էլ մի կարևոր հարցի մասին կարելի է խոսել, որովհետեւ ստեղ էլ կա շատ թերի պատկերացում մարդկանց մեջ։ Շատ հաճախ այսպեսի հարց են տալիս, ասում են լավ, դուք մտաք պարլամենտ, ում եք տալու ձեր ձայները։ Շատ բարձունակ հարցադրում է իհարկե, բայց մյուս կողմից հասկանալի է ինչու է այդ հարցադրումը առաջանում, որովհետև մարդիկ այնքան էլ լավ չեն պատկերացնում այն մեխանիզմը, թե հետո ինչ է լինելու պարլամենտում։ Հիմա ես այդ մեխանիզմը կարող եմ այսպես փորձեմ մի քիչ ավելի պարզ ձևով բացատրել։